Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հրադադարի ռեժիմը լրանա եւ նոր համաձայնություն ձեռք չբերվի, ապա կսկսեն պայթել ռումբերը եւ շատ ավելի մեծ քանակությամբ, քան նախկինում է եղել։ Ես չգիտեմ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, թե ոչ, տեսականորեն նրանք պետք է այնտեղ լինեն։ Մենք համաձայնել ենք հանդիպման, չնայած նրանք հերքում են դա, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է այնպես, որ կտեսնենք, եթե նրանք չներկայանան, դա նրանց իրավունքն է, մեզ համար միևնույն է, հայտարարել է Թրամփը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Բլումբերգին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի երկարաձգումը չափազանց քիչ հավանական է։ Այնուամենայնիվ նա նաև դրական ազդակներ է փոխանցել, որ Իրանի հետ գործարքը կարող է տեղի ունենալ։ Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 15 թվականին Իրանի հետ իր խոսքերով վատ միջուկային գործարք ընկելու համար։ Բարաք Օբամայի եւ Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է 1.7 միլիարդ դոլար կանխիկ, դատարկելով ամերիկյան բանկերը։ Իրանի հետ կնքվող համաձայնագիրը շատ ավելի լավը կլինի, քան գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, այսպես կոչված Իրանի միջուկային համաձայնագիրը, որը բանակցվում է Բարաք Հուսեյնի Օբամայի եւ քնկոտ Ջո Բայդենի կողմից։ Այն մեր երկրի պատմության մեջ ամենավետ ազգային անվտանգության համաձայնագրերից մեկն է։ Այն փաստացիորեն Իրանի համար ճանապարհ է հարթել միջուկային զենք մշակելու համար։ Դա երբեք տեղի չի ունենա այն համաձայնագրի դեպքում, որի վրա մենք ներկայումս աշխատում ենք։ Այնուհետև նրանք Իրանին փոխանցեցին 1.7 միլիարդ դոլար կանխիկ կանաչ թղթադրամներ, որոնք բեռնվեցին Boeing 757-ի վրա եւ ուղղակիորեն առաքվեցին Իրան, որպեսզի Իրանի ղեկավարությունը կարողանար ծախսել գումարը ըստ իր հայեցողության։ Դրա համար նրանք դատարկեցին Վաշինգտոնի, Վիրջինիայի եւ Մերիլենդի բանկերում արկա բոլոր կանխիկ պահուստները։ Բանկիրները հետագայում ասացին, որ երբեք նման բան չէին տեսել։ Ավելին հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ազատվեցին ու վճարվեցին Իրանին։ Եթե ես չպատրեի այդ գործարքը, միջուկային զենքը վաղուց կօգտագործվեր Իսրայելի եւ ամբողջ մերձավոր արևելքի դեմ, այդ թվում մեր սիրելի ամերիկյան ռազմական բազաների, գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում։ Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն 3 Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից առգրաված իրանական կոնտեյներային նավը շուտով կվերադարձվի Իրանին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը, որը նրա խոսքով հարյուրավոր նավեր ուղղորդել է դեպի Միացյալ Նահանգներ, հիմնականում Տեխաս, Լուիզիանա եւ Ալյասկա իրենց նավթը ստանալու համար։ Իրանն իր հերթին դեռևս չի հաստատում այսօր Իսլամաբադում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, չնայած արևմտյան մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Մեջլիսի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը մեկնում են Պակիստան ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Մյուս կողմից էլ Իրանը շարունակում է սպառնալիքները ԱՄՆ-ի հասցեին։ Եթե Միացյալ Նահանգները կրկին հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կպատասխանի նրանց ամերիկյան փողոցներում, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահ Աբբաս Մոջթաբայը։ Միևնույն ժամանակ Axios-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում շարունակել հակամարտությունը Իրանի հետ, բայց պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները անհրաժեշտության դեպքում։ Թրամփն արդեն ավարտել է այս ամենը, նա ուզում է, որ ամեն ինչ ավարտվի, նրան դուր չի գալիս, որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը օգտագործում է որպես լծակ մերձավոր արևելքում։ Նրան դուր չի գալիս, որ նրանք սա մեր գլխավերևում են անում։ Նա այլևս չի ուզում կռվել, բայց նա կանի դա, եթե ստիպված լինի, ասել է Պաշտոնյան։ Կայքը նաև հաղորդում է, որ բարենպաստ գործարք ապահովելու համար Թրամփը հավանաբար կսառեցնի իրանական միջոցները։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Պարոն Դավուդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջունում եմ ձեզ եւ ձեր հեռուստադիտողներին։ Պարոն Դավուդյան, ինչ ակնկալել այսօր կայանալիք բանակցություններում, դրանք առհասարակ տեղի կունենան թե ոչ, եւ որովհետեւ իրանական կողմից անդադ հակասական է տեղեկատվությունը, թե մասնակցություն կլինի, չի լինի, եւ ինչ կարող ենք ակնկալել ի վերջո այն տեղի կունենա եւ հնարավոր է արդյոք հասնել որևէ ուրեմն դրական հանգուցալուծման, թե վաղ եք համարում համեցեք։ Ես կարծում եմ, որ Իրանը կմասնակցի բանակցությունների այս երկրորդ փուլին, որովհետև Պակիստանը
մեծ աշխատանք է տարել միջնորդական առաքելության համար եւ թե առաջի փուլի հյուրընկալն է եղել եւ թե դրանից հետո Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը այցելել է Թեհրան եւ դարձյալ աշխատել է այդ բանակցությունների վերաբերյալ եւ հավանական պայմանագրի ու հիմա մենք լուրերով արդեն գիտենք, որ ամերիկյան պատվիրակությունը ճանապարհին է, իմ կարծիքով իրանցիները եւս կմասնակցեն։ Աբասարախչի մակարդակով նույն ձևաչափը կլինի ամերիկյան կողմից փոխնախագահ Վենսը եւ իրանական կողմից պարոն Ղալիբաֆի գլխավորությամբ դե բնական է նաեւ արտաքին գործերի նախարար Արաղչին կլինեն։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչպես դուք էլ ինձ ակնարկեցիք, տեսեք Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման ծրագիրը դա մշակվեց 2015 թվականին, այն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն էր Օբաման։ Թրամփը 2018 թվականի մայիսին պատրեց այդ պայմանագիր, ասաց, որ ամերիկյան շահերը նկատի չեր առնված, մեկ որ ուրանի հարստացման արգելքի ժամկետն էր կարճ եւ մեկ էլ որ հրթիռաշինական աշխատանքի սահմանափակումը ներառված չէր։ Լավ, հիմա պարոն Թրամփը որտեղ է ասել։ Ճիշտ է, շատ է վնասել Իրանին, շատ է տնտեսությանը հարվածել, բայց դեռ ինքը զերոյի վրա կանգնած է։ Ու փորձագետների կարծիքով այդ պայմանագրի նախագիծն էլ որ մշակվում է, համարյա նույնն է, որ 2015 թվականին մշակել են։ Այսինքն դեռ Թրամփը դրանից ավել ոչինչ էլ չի հասնում, բայց ըստ երևույթին դրան էլ համաձայն է, որովհետև մենք պարոն Թրամփի բնավորությունը ճանաչելով ինքը ուզում է որ միջև ասում էր ես 9 հատ պատերազմ եմ ավարտել, հիմա ուզում է 10-րդն էլ ավելացնի, անգամ ինքը ասում էր եթե ստորագրելու հարց լինի, ես ինքս անձամբ կթռնեմ եւ կգամ Իսլամաբադ, որտեղ ինքը միայն այդ հաղթաթուղթերն է ուզում, որ տեսեք ես ինչ դրական գործեր եմ արել։ Եվ այն կարծիք կա, որ իսկապես ուզում են որ այս հարցում պարտվող չլինի։ Թե Միացյալ Նահանգները ասի տեսեք մենք հաղթեցինք եւ թե Իրանն էլ ասի տեսեք մենք հաղթեցինք։ ԱՄՆ կողմը նկատի ունեք Միացյալ Նահանգներն է ցանկանում որ այս պատերազմում պարտվող կողմ չլինի։ Այո, որտեվ Ամերիկան մի շարք դժվարություններ ունի, թե ներքին իմաստով ուրեմն կոնգրեսի ճնշումը գնալով շատանում է, դեմոկրատական կուսակցության ճնշումներն են շատանում, հետո մի շարք համապետական միջոցառումներ կան Միացյալ Նահանգներում, որ ձեռնտու չի Թրամփին, որ այս հարցերը ցկցկվեն։ Լավ, դուք որքանով եք հավանական համարում ըստ էության ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ըստ էության նոր գործարք կնքելու հնարավորությունը, մանավանդ որ նշում եք առաջարկվող այդ կետերը նույն 15 թվականի կետերն են, դրանից առաջ էլ ԱՄՆ-ն չի գնացել, Թրամփը առաջընթաց չունի։ Հիմա հնարավոր եք համարում այդ գործարքի իրականացումը հաշվի առնելով, որ տնտեսական մեծ օգուտներով է Միացյալ Նահանգները փորձում, այսպես ասած, հրապուրել դուր գալ Իրանին։ Այո, մի հարց էլ ես ակնարկեմ, որ ես բանակցությունների առաջին եւ երկրորդ փուլի ընթացքում որոշ հարցեր որ ծագեց, քանի որ Իրանը պնդում էր, որ պետք է Միացյալ Նահանգները ծովային շրջափակման վերջ տա եւ այդ դեպքում է, որ իրենք կմեկնեն Իսլամաբադ, որովհետեւ մենք հիմա գիտենք, որ Իրանը շրջափակել է Հուրմուզի նեղանցքը, իսկ Միացյալ Նահանգները ծովային շրջափակման են ենթարկել ամբողջ Իրանին եւ դա մեծ հարված է Իրանի տնտեսության, որովհետեւ Իրանը օրական մոտ 20 միլիոն դոլարի նավթ է վաճառում եւ հիմա ուրեմն թե արգելք է դրված իր նավթի արտահանման համար եւ թե ինքը հսկայական քանակությամբ բեռներ է ստանում, հատկապես մթերք է ստանում տարբեր երկրներից։ Մենք երեք նաեւ կարդացինք, որ բրազիլական հսկա նավի է հետուարկել Միացյալ Նահանգները եւ այստեղ կա նաեւ Չինաստանի հարցը, որտեղ այդ նավթը իրանական 90%-ով գնում է Չինաստան։ Չինաստանը շատ սաստիկ հայտարարություն կատարեց, որ չպետք է մեր առևտուրը խանգարվի։ Ես կարծում եմ պայմանագրի կետերում նախատեսված կլինի, որ
Իրանը սահմանափակի իր ուրանի հարստացման գործընթացը, այդտեղ ժամկետի խնդիր կա։ Իրանը առաջարկել էր 10 տարի, Միացյալ Նահանգները առաջ ասած 20 տարի, հիմա ասում է անսահմանափակ։ Եվ երկրորդ խնդիրը, որ Իրանը հանձնի ավելի քան 400 կիլոգրամ 60% հարստացված ուրանը, որ կարծես դրան էլ համաձայնվել է, որ կամ պետք է այդ ուրանը նոսրացվի կամ հանձնվի երրորդ երկրի։ Ես անցյալում էլ առիթ եղել է ձեզ մոտ ասել եմ, որ 2015 թվականին Իրանը իր հարստացված ուրանը հանձնեց Ռուսաստանին։ Այս անգամ էլ քանի երկրի անուն է տարվում, մենք չգիտենք, որ այդ ուրանը ում կհանձնվի։ Միացյալ Նահանգները ասում են հենց իրենց թողեք հանձնվի։ Լավ, պարոն Դավության, ձեր գնահատմամբ Իրանի նավահանգիստների այսպես շրջափակումը որքանով կարող է երկարաժամկետ ուրեմն կտրվածքում պահպանվել առանց լայնածավալ բախումների։ Ես կարծում եմ պարոն Թրամփը ուրեմն կընդառաջի Պակիստանի ղեկավարության խնդրանքին, որովհետև Թրամփը մեծ հաշիվ է բացել Պակիստանի միջնորդության համար եւ Պակիստանի զինված ուժերի հրամանատարը, որ Թրամփը հարգանքի համար նրան ասում է field marshal եւ մի անգամ նրա անձնական հյուրն ա եղել, նա եւս խնդրել է Թրամփին, որպեսզի ծովային շրջափակման վերջ տա, որովհետև դա իրանցիների կարևոր նախապայմաններից մեկն էլ էր, որ իրենք երկրորդ անգամ Իսլամաբադ կմեկնեն, եթե ծովային շրջափակմանը վերջ տրվի։ Եվ քանի որ հիմա Պակիստանն էլ խնդրել է Թրամփին, ես կարծում եմ Թրամփը գոնե ժամանակավոր կերպով ծովային ճանապարհը կբացի։ Մենք տեսնում ենք, այսպես ասած, Լիբանանի հատվածում նույնպես ուրեմն ամեն ինչ այսպես դեռևս լավ վիճակում չէ, կարող է արդյոք ԱՄՆ միջնորդությունը, օրինակ Իսրայել-Լիբանան բանակցություններում երկարաժամկետ խաղաղության հանգեցնել, այս հարցի հետ կապված ինչպիսին է ձեր դիրքորոշումը եւ առհասարակ ինչ ճակատագիր է տվյալ դեպքում ձեր գնահատմամբ սպասում Հեզբոլլահին։ Այո, դա եւս Իրանի հաղթանակներից էր։ Դուք պատկերացրեք բանակցության առաջի փուլում իրանցիները ստիպեցին, որ պետք է Լիբանանում եւս զինադադար լինի։ Այսինքն իրենք այդքան պաշտպանեցին իրենց դավանակիցներին, շիաներին, որտեղ մենք գիտենք, որ Իրանը աշխարհի բացառիկ երկրներից է, որ իսլամի շիա դավանանքի հետևորդները մեծամասնություն են, 2-3 երկիր էլ կա, որ շիա այնտեղ շատ կա, դրանցից մեկը Լիբանանն է, եւ դրա համար իրանցիները Իսլամական Հանրապետությունը այդքան զգայուն են Հեզբոլլահի եւ Լիբանանի շիաների վրա։ Իրենք հասան այդ հաղթանակին եւ այնտեղ եւս հրադադար եղավ։ Հիմա էլ բանակցությունները Իսրայելի եւ Լիբանանի միջև շարունակվում է, որպեսզի այնտեղ եւս հարատև խաղաղություն լինի։ Պարոն Դավթյան, այս ամբողջ ընթացքում ամիսուկես ընդհանուր խոսել էինք Իրանում ուրեմն քաղաքասարակության, հասարակության, այսպես դժգոհության, ալիքի մեծացման մասին եւ շատերի հաշվարկները այն էին, որ ներսից ինչ որ process-ներ կսկսվեն, որքան էլ տեղեկատվությունը փակ է, ես գիտեմ դուք ունեք բազմաթիվ կապեր Իրանի հետ, բարեկամներ ունեք, ինչպիսին է արդյոք այդ դժգոհությունը շարունակում է պահպանվել, որովհետև մենք գիտենք սոցիալական խնդիրները բնավել չեն լուծվել այդ երկրում, ճգնաժամային է, շարունակվում է այդպիսին մնալ, որքանով է հավանական ներսից որոշակի այսպես խժդժություններ։ Այո, Իրանի ժողովրդի մեջ իհարկե դժգոհություն շատ կա, բայց հիմա այս փուլում բավական ազգայնական շրջանակներ կան, հայրենասեր շրջանակներ, արվեստագետներ եւ դրանք հիմա հայտարարում են, որ թողեք մեր խնդիրները մենք լուծենք։ Հարգելի Միացյալ Նահանգներ, հարգելի Իսրայել, պետք չի դուք միջամտեք մեր գործերին, պետք չի դուք մեզ համար իշխանություն նշանակեք։ Մենք մեր հարցերը կլուծենք։ Մենք պետք է նկատի ունենանք, որ մենք խոսում ենք մի պետության մասին, մի երկրի մասին, որը ունի պետականության քանի հազարամյա պատմություն եւ
Հիմա նրանք ասում են, որ այո, շատ խնդիրներ կան երկրում, սահմանադրական իրավունքներ, մարդու իրավունքներ, տնտեսական հարցեր, ասում են, որ երբ որ խաղաղ օրեր լինի, մենք կաշխատենք այդ մեր խնդիրները լուծենք, բայց արտաքին միջամտություն մենք թույլ չենք տա։ Մի ուրիշ հարց էլ, որ իհարկե այստեղ կա, հիմա բավական ներքին վեճեր կան, տեսեք օրինակի համար դուք արդեն նկատել եք, որ առաջ է մղվել պարոն Ղալիբաֆը, որը իհարկե խորհրդարանի նախագահն է, այսինքն խորհրդարանը եւս ունի ժողովրդի մանդատը։ Մենք ունենք նաև հանրապետության նախագահ, որ ժողովրդի ուղղակի քվեով է ընտրվել։ Փեզեշքյանը։ Մենք Իրանում ունենք նաև բանիմացների ժողով, որ էլի ժողովրդի ուղղակի քվեով է ընտրվում, հետո բանիմացների ժողովը առաջնորդ է ընտրում։ Հիմա տեսեք այս 3 ինստիտուտներից առաջնորդ, խորհրդարան եւ պրեզիդենտ, հիմա առաջին դիրքում է խորհրդարանը։ Պարոն Փեզեշքյանը թեկուզ ժողովրդի ուղղակի քվեով ընտրվել, բայց քանի որ այդքան ինքը հենակ եւ հեղինակություն չունի զինված ուժերում, հատկապես հեղափոխության պահակազորի մոտ, դրա համար առաջին պլան է մղվել պարոն Ղալիբաֆը, որը այս բանակցությունները վարում է, թեկուզ ինքն էլ ունի ընդդիմախոսներ։ Պարոն Դավթյան, շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք այսօր։ Դուք կարծում եք, որ այսօր հնարավոր է ինչ-որ բեկում։ Այո։ Այսօր բեկումնային է լինելու, կարծում եք։ Հետո ես կարծում եմ Առաջինը արդյունք չտվեց, որովհետև հրադադարը այսգիշեր ժամկետ լրանում է, բայց կերկարաձգվի։ Այսինքն դեռ կերկարաձգվի։ Վերջնական որոշում այսօր չի կայացվի ամեն դեպքում Իսլամաբադում։ Դե դրանք 2-3 տարբեր բաներ են։ Մեկ հրադադարի ժամկետն է, երկշաբաթյա եւ մեկ էլ վերջնական պայմանագիրն է։ Հրադադարի ժամկետը երկարաձգվելու։ Այո։ Շնորհակալ եմ։ Զրուցում է իրանագետ Տիգրան Դավթյանի հետ այժմի համար այսքանն էին նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։